Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրադարձությունները հասել են այնպիսի եզրագծի, որտեղ հերոսների վրայից ընկնում են վերջին դիմակները, իսկ ճշմարտությունը բացահայտվում է ամենադաժան ապտակի տեսքով։ Եկեք միասին վերլուծենք այս շնչակտուր և ողբերգական զարգացումները։ Սերիան սկսվում է շատ հակասական և ծանր մթնոլորտում։ Նորոն վերջապես ազատության մեջ է, բայց այդ ազատությունը նրան ոչ մի ուրախություն չի բերում, քանի որ նրա վերադարձը համընկնում է կյանքի ամենամեծ ողբերգության՝ համար տատի մահվան ու հուղարկավորության հետ։ Ուղարկավորությունից ընդամենը ժամեր անց տեղի է ունենում այն, ինչը փոխում է իրադարձությունների ողջ ընթացքը։ Տատիկի հեռախոսին զանգահարում է քննիչը։ Երբ Նորոն Էլիզի, Մագդայի, Հասմիկի և Էդոյի ներկայությամբ բարձրաձայնում է քննիչի խոսքերն առ այն, որ տատիկը 2 օր առաջ ահազանգել է և խնդրել մոտենալ շատ կարևոր բան ասելու համար, սենյակում օդը սառչում է։ Նորոյի համար սա հանելուկ է, բայց ոչ Հասմիկի համար։ Հասմիկի ուղեղում խճանկարը միանգամից հավաքվում է, նա վերլուծում է փաստերը։ Բաբկենը ներկա չէր ոչ հիվանդանոցում, ոչ մահվան օրը, ոչ էլ հուղարկավորությանը։ Եվ ամենակարևորը, Հասմիկը հիշում է, թե ինչպես Բաբկենն իրեն ստիպեց գողանալ Թամար տատի անձնագիրը։ Հասկանալով, որ Բաբկենի մատը խառն է այս մութ պատմության մեջ, նա անմիջապես վազում է լպրծուն Բաբկենի մոտ հաշվեհարդար տեսնելու։ Այս հանդիպումը բացահայտում է Բաբկենի հրեշավոր էությունը։ Հասմիկը մեղադրում է նրան, որ իրականում նրան երբեք էլ չի հետաքրքրել արշակից վրեժ լուծելը կամ Մագդային ու Նորոյին բաժանելը։ Նրա միակ և գարշելի նպատակը եղել է բնակարանին տիրանալը, բայց Բաբկենի պատասխանը շոկի է ենթարկում անգամ ամեն ինչ տեսած Հասմիկին։ Բաբկենը ցինիկաբար հայտնում է, որ ինքը ոչ միայն իրենով է արել տունը, այլ արդեն հասցրել է վաճառել այն։ Սա նշանակում է, որ ընտանիքն արդեն փաստացի գտնվում է փողոցում։ Հասկանալով իրավիճակի ողջ լրջությունն ու վախենալով, որ իր հանցանքը ևս կբացահայտվի, Հասմիկն անցնում է պլան B-ի։ Նա որոշում է օգտագործել այս ողբերգությունը Նորոյի աչքերում միավորներ վաստակելու համար։ Հասմիկը գնում է Նորոյի մոտ և պատմում ճշմարտությունը Բաբկենի ստորության և բնակարանն իրենով անելու մասին։ Բայց այստեղ է թաղված Հասմիկի տեսակի ողջ տոքսիկությունը։ Նա ասում է ճշմարտությունը, բայց լռում է իր մասնակցության մասին։ Նա ոչ մի բառ չի ասում, որ հենց ինքն է գողացել տատիկի անձնագիրը և հանձնել Բաբկենին, իսկ հետո աննկատ հետ դրել այն։ Այս լռությունը Հասմիկին դարձնում է Բաբկենի հանցագիծը, ում ձեռքերին նույնպես կա Թամար տատի արյունը։ Խեղճ Նորոն հայտնվել է անասելի ծանր հարվածների տարափի տակ։ Ընդամենը 1 օրվա մեջ նա իմացավ, որ կորցրել է իրեն մեծացրած տատիկին, մնացել է անօթևան, խափանվել է նրա կյանքի ամենակարևոր օրը՝ հարսանիքը, և այս ամենի գլխավոր մեղավորն իր սեփական հայրն է։ Սիրելի հետևորդներ, իրավիճակն իրոք աննկարագրելի ծանր է, և ես ուզում եմ ձեզ հետ քննարկել այս զարգացումները։ Ինչ եք կարծում, Նորոն կհավատա արդյոք Հասմիկի այս անկեղծությանը, թե կկռահի, որ նա նույնպես կապ ունի այս կեղտոտ գործարքի հետ։ Եվ արդյոք Նորոն կկարողանա գտնել փախուստի մեջ գտնվող Բաբկենին, նախքան նոր սեփականատերը իրենց վերջնականապես դուրս կշպրտի տանից։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Շնորհակալություն դիտելու համար։